Երբ որ նրանք պատուհանները մաքրում էին, ընձուղտը պատուհանից տեսավ, որ գող է մտել թագավորի պալատը և ասաց տուկսին. «Ձերդ պայծառափայլություն, այն բաց պատուհանի աջ կողմը գող է մտել»։ Տուկսը ապշեց և Բիլլին էլ ապշեց։ Ասեց տուկսը. «Կանչեք պահակներ, կանչեք ոստիկանություն, կանչեք զորքեր, կանչեք հազարավոր»։ Հետո պեղականն ասեց. «Չէ, իրանք մի քիչ ուշ կգան, ես հիմա այդ ամենը սաղ արագ կանեմ»։ Տուկսն ասաց. «Ինչպե՞ս»։ Բիլլին էլ զարմացավ, ասեց. «Ինչպե՞ս դու կարաս այնպես»։ Պեղականի կտուցը քանի որ շատ մեծ էր, նա թռավ պատուհանագոգին, գողին իր բերանը գցեց և թռավ ներքև։ Իսկ հետո այնպես տպավորություն էր, որ մեջից ինչ-որ մեկը ծանր մուճով խփում է և պեղականի կտուցը ուռել էր։ Հետո երբ եկան ոստիկանությունները, դրանից առաջ ընձուղտն ասաց պեղոյին. «Արագ կտուցդ աջ ու ձախ թափահարիր, որպեսզի իրա ոսկորները շխկա»։ Պեղականն այնպես ուժեղ աջ ու ձախ թափահարեց, որ արդեն ոսկորները շխկում էին, բայց մի մոմենտ այդ գողը կրակեց փամփուշտով, նա զենքեր ուներ և պեղականը 6 մետր վերև թռավ, տուկսն էլ իրար հետ, և տուկսն ասաց. «Արագ 10 քայլ հետ արեք»։ Հենց այդ պահին եկան բոլոր տուկսի կանչած մարդիկ, այսինքն ոստիկանությունները, զորքերը։ Երբ որ նրանք եկան, պեղականի կտուցը բացեցին և վերցրեցին գողը։ Իսկ մինչև այդ մի հատ կին, տուկսի կինը, արագ իր տան դուռը բացեց և սկսեց արագ վազել, ասեց. «Իմ ադամանդե ականջողները, իմ ադամանդե թևնոցները, իմ ադամանդե վզնոցները» և սկսեց փախնել։ Հետո երբ ոստիկանությունը եկավ, վերցրեցին գողին և սկսեցին իր գրպաններից բուռ ոսկիներ հանել և այդ ամբողջը տուկսուհու իրերն էր. ադամանդե վզնոցները, ադամանդե թևնոցները, ադամանդե ականջողները և այլ ադամանդե իրեր։ Բայց երբ նրանք ուզում էին արդեն շարունակեին պատուհանները մաքրել, կապիկը տեսավ, որ պեղականի կտուցը ծակվել է և ասաց. «Օ, տեսեք, պեղականի կտուցը ծակվել է»։ Որ փամփուշտով կրակեց գողը, պեղականի կտուցը ծակվեց։ Բոլորը ապշած են։ Իսկ հետո պեղականն ասաց. «Վերջ, էլ մենք չենք կարող պատուհանները մաքրենք, ամբողջ ջուրը կթափի և մենք ուտելիք չենք ստանա իմ պատճառով»։ Տուկսն ասաց. «Ես մի բժիշկ ունեմ, նա կբուժի քո կտուցը»։ Այսօր այսքանը, ցտեսություն։